որ կանգնե իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջով իմ բարի հաճելի կատարյալ Սուս Քո կամքը հաստատիր իմ կյանքում Բարի հաճելի կատարյալ Քո կամքը հաստատիր իմ կյանքում Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ որ կանգնե իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջով Արա այն ինչ ուզում ես Արա այն ինչ որ կանգնե իմ կյանքում Քեզ եմ ընծայվում ամբողջով Հալելույա քեզ Տեր, փառք քեզ Տեր։ Գոհանում եմ քեզանից, Տեր իմ Աստված։ Գոհանում եմ Տեր, դու փառքերի արժան ես Տեր։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը Տեր։ Փառք եմ քեզ տալիս Տեր։ Դու արժան ես Տեր։ Շնորհակալ եմ քեզանից այսօրվա համար Տեր, որ նորից հավաքեցիր Տեր։ Քո եկեղեցին Տեր։ Եվ քո խոսքով պիտի կերակրես Տեր։ Կխնդրեմ քո մեծ ներկայությունը Տեր։ Քո քաղցր ներկայությունը Տեր, որ գաս եւ օրհնես մեր խոսքը Տեր։ Շնորհակալ ենք ամեն անգամ քո խոսքիդ համար, որ գալիս եւ կերակրում ես Տեր, եւ ողջ փառքը տալիս եմ քեզ։ Փառք քեզ։ Ամեն։ Փառք Աստծուն այսօրվա համար։ Կուզեմ, որ մեր փառաբանությունը ձեր ծափերով Տեր, որտեղ դուք Օրհնում եմ ձեր մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Գիտես, իրանք կարող եք նստել։ Մեր փառաբանությունը շատ ճկուն է։ Ու ասեմ քեզ, որ կարող է մարդիկ կան, որ չգիտեն, իրանք ծառայում են նույնպես Պասադ քաղաքում, Սերգեյ Պասադում, ու իրանք այսպես չենք էլ հասցնում իրանք հավաքենք, տանենք, բերենք, իրանք հավաքվում են, այսպես ուրախությունով գնում են հասնում այդ քաղաքը, ծառայում են այնտեղ այդ նոր եկեղեցում, որ շատ իրոք հավատում եմ, որ այնտեղ կայանա իր փառաբանությունը եւ ամեն ծառայություն կկանգնի իր տեղում։ Բայց ասեմ, որ Աստված ձեզ շատ օրհնի, ուրախ ենք, որ ձեզ ունենք ու շատ շուտով կունենանք տղամարդկանց եղբայրական հավաքույթ, որ համոզված եմ, որ այնտեղ մի հատ մեծ փառաբանությամբ կերկրպագենք ու մեծ կբարձրանա մեծ երկրպագություն մեր Տիրոջը։ Աստված ձեզ շատ օրհնի։ Փառք Աստծուն այսօրվա համար, խոսքի համար, այսօրվա խոսքս ես այսպես եմ վերնագրել, ճանաչիր Աստծու մեծությունը։ Ինչի համար այսպես ես վերնագրեցի մի կարճ խոսեմ, որտեղ շատ ժամանակ մենք սովորում ենք Տիրոջ մեծությանը, սովորում ենք Աստծու սիրուն ու շատ ժամանակ գիտես երբեմն եղնում է, որ դու սովորում ես, ինչպես հին ուխտի մեջ գրված էր, որ ուխտի տապանակին նրանք սովորական էին արդեն վարվում նրա հետ, որտեղ գիտես, երբ որ ուխտի տապանակ իրանց հետ էր, նրանք ամենուր հաղթող էին։ Որ երկրի հետ պատերազմ ունեին, ուխտի տապանակի հետ իրանք հաղթող էին։ Այսինքն Քրիստոսի հետ, այսինքն մեր Աստծու հետ մենք հաղթող ենք։ Բայց երբեմն չգիտես ինչի մենք սովորում ենք այդ Տիրոջ մեծությանը, Տիրոջ քաղցրությանը ու գիտես երբեմն դառնում է մեզ համար սովորական այդ ամեն ինչը։ Բայց մեր կյանքերի մեջ պետք է լինի Աստված ճանաչողությունը ամեն ժամանակ։ Ու պիտի հասկանանք իր մեծությունը, իր բազուկը, որ մեզ շատ ժամանակ հանել է ու շատ ժամանակ այդ նեղ տեղերից, խնդիրներից մեզ ազատ արել։ Ու գիտես, պիտի հասկանանք, որ ինչքան նա սիրող Աստված է, այնքան էլ նա մեծ է, զորաց է, փառած է, արդար է, ու պիտի միշտ մենք այդ Աստված ճանաչողության մեջ մենք պետք է հետ չմնանք եւ քայլենք Տիրոջը։ Գիտես, մեր կյանքի մեջ
պետք է միշտ ունենանք գոհացող սիրտ եւ Աստծուն պետք է միշտ փառավորենք ինչպես Աստված։ Գիտես շատ ժամանակ, որտեվ խոսքի մեջ գրված ասում է, որ ես կարդամ այդ տեղը, որովհետև Հռոմեացիս 1:21-ում խոսքի մեջ ասում է, որովհետև Աստծուն ճանաչելով, նրան Աստծուպես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան։ Եվ գիտեք, այս Հռոմեացիս առաջի գլխի այդ 21-րդ խոսքից, որ կարդակ այնպես շատ մանրամասնորեն գրված է, այլ իրանց մտածումներին ունայնացան եւ նրանց ամենին սրտերը խավարվեցան։ Նրա համար էր Աստված էլ նրանց մատնեց իրանց սրտերի ցանկությունների մեջ, պղծությունների եւ այսպես երկար գրված ասրա մասին։ Չեմ ուզում այս ամբողջը կարդամ։ Բայց եկեք մենք Աստծուն ճանաչելով նրան փառավորենք, որտեղ նա արժանի է ողջ փառքերի։ Փառք մեր Տիրոջը։ Գիտեք, մի օրինակ կա, որ այստեղից կարող է եւ խոսել եմ, հիշեք, երբ որ հարցնում են թե ձգանը, թե ինչա ջուրը, չէ, նա չի գնահատում ջուրը, բայց երբ որ ձգանը ջրից զատես, միանգամից նրա շունչը կտրվի։ Ու այդպես կհասկանա, թե նրա ջրի արժեքը որն է։ Գիտես, երբ որ մենք խնդիրների մեջ ընկնելով, երբ որ Աստծո ողորմությունից դուրս ենք գալիս, երբ որ խնդիրներին հասնելով, չէ, զգացել եք, չէ, ինչքան է հզոր մարդանի կասի վայ մամա ջան, չէ։ Երբ որ խնդիրները մեծ են, ինչքան է դու հզոր տղամարդ ես, ինչքան էլ դու անվախ ես, չէ։ Միանգամից հիշում ես քո մամային, չէ, քո թևի տակ, որ առել է քեզ, մեծացրել է, չէ։ Եվ գիտես, այդպես է, վայ Աստված ջան, չէ։ Իրոք թող այդ վայը մեր կյանքի մեջ չգա, դու ժամանակին մենք Աստծուն ճանաչենք եւ գնահատենք մեր Աստծուն, փառք մեր Տիրոջը, մեր Տերը զորավոր է։ Ու գիտես, շատ ժամանակ մեր կյանքերի մեջ հասկանում ենք, թե այս ամեն ինչը այսպես է պետքա լինի։ Տես այստեղ զոհաբերության խոսքի ժամանակ, երբ որ խոսվեց, որ իրոք, երբ որ մենք մեր ծնողների թևի տակից դուրս ենք գալիս, ես իրոք չեմ զգացել մի իմ կյանքիս մեջ, որ ինչ-որ խնդիրների մեջ, ինչ-որ բանի կարիք ունենալով, չկավորության մեջ, գիտես, որովհետև ես միշտ տեսել եմ Տիրոջ ձեռքը։ Ու գիտես, տարբեր էտապներով անցնելով Մոսկվայի մեջ, ես տեսնում եմ Տիրոջ ձեռքը, որ Տիրոջ ձեռքի մեջ են, բայց պիտի մենք միշտ գնահատող լինենք ու միշտ հասկանանք, որ Աստված իր ձեռքի մեջ մեզ պահում է իր ողորմության մեջ։ Ու փառք Աստծուն, ինչքան մենք գոհացող սիրտ լինենք, ունենանք ու այդքան էլ Աստված Տիրոջ ողորմությունը մեզ հետ կլինի միշտ։ Փառք Աստծուն։ Ու գիտես, երբեմն մենք այսպես մեզ թվում է, որ թե Աստված սիրող հայրը եւ նա միշտ սիրում է եւ նա միշտ թող մի քիչ բերանից դժվար է դուրս գալի, որ պարտական է, որ մեզ այդ ձևով մեզ տանի։ Եվ մեզ թվում է, թե Աստված մեր գնահատականի կարիքը չունի։ Ես մենք երբեմն երկելով խոսում ենք, ասում ենք, որ Տեր արժան ես փառքի, գոհության, պատարագի, բայց երբեմն այդ խոսքերը, որ դուրս է գալի մեր բանից, մենք պետք է հասկանանք, որ դա իրոք այդպես է։ Իրոք մեր Տերը արժանի է գովքի, արժանի է փառքի, փառք մեր Տիրոջը։ Աստված ուզում է, որ մեր խոսքերը մենք հասկանալով դուրս գա մեր բերանից։ Ես երբ որ նայում եմ մեր հին ուխտը, երբ որ մենք տեսնում ենք Ադամի կյանքը, մենք հասկանում ենք, որ Ադամը ոչ մի բանի կարիք չուներ։ Գիտես, երբեմն մարդու էությունն է, որ երբ որ նա այդ խոսք կա, չէ, ասում ենք մենք լավ բանին շուտ ենք սովորում։ Լավ բան է, որ սովորում ես դրան, բայց պիտի մեր կյանքերի մեջ լինի գոհացող սիրտ, որ գնահատենք, չէ, ինչպես զգացել եք, չէ, ձեր երեխաներին ինչ-որ բաներ եք անում, բայց դու միշտ էլ կարիք ունես, որ քո երեխան գնահատի այդ ամեն ինչը։ Եվ նույնպես մեր Աստված, մեր Հայր Աստված ունի այդ կարիքը, որ մենք մեր շնորհակալական խոսքը մեր սրտի խորքից հայտնենք այդ ամեն ինչը։ Այսօր ես կուզեմ, որ մի փոքր գնանք Աստվածաշնչի խոսքի մեջ, թե Տերը ոնց անայում է ամեն ինչին։ Բայց ասեմ քեզ, եթե մենք
պատկերացնենք, թե Ադամը ինչի մեջ էր, Ադամը ոչ մի բանի կարիք չուներ։ Դու եթե տեսնեիր Ադամին, եթե հանդիպեինք, պետք է մենք խոսենք, ասենք դու խոսելու ոչ մի բան չունես։ Այսօր մենք մեր հացը մեր քրտինքով մենք վաստակում ենք, այսօր մենք կռիվ ենք տալի անարդարության հետ, այսօր մենք ցանում ենք, սպասում ենք, եւ գիտես Ադամը խնդիր չուներ այդ ամեն ինչի մեջ։ Ինքը ոչ մի կարիք չունենալով, գիտես զանց արավ ամեն բան Աստծուն սիրելու մեջ ինքը չհասկացավ, չգնահատեց եւ ամեն բան իրանից գնաց։ Եվ դրա համար այսօր ինչպես այդ խոսքի մեջ ասում է, որ քո հացը քո քրտինքով պետքա վաստակես եւ այսօր մենք սրա մեջ ենք։ Գիտես Աստված միշտ մեզ ուզում է, որ մենք լինենք օրհնված, մենք լինենք քայլենք ոչ մի բանի կարիք չունենանք, բայց մարդը իր բնությամբ, էությամբ մարդը սիրում է, որ լինի միշտ անկախ։ Գիտես, ամեն բան խաղաղությունը եւ մեր տան հացը, մեր օրհնությունները Աստված ապահովում է, բայց պետք է մենք մեր սրտի մեջ միշտ պետք է հասկանանք, որ Աստված մեր առաջի պատվիրանը, որ դրեց, ասավ սիրիր քո Տեր Աստծուդ։ Մենք պետք է դա լավ հասկանանք։ Աստվածաշնչի մեջ մի պատմություն կա Մարկոս 14:3-9, եկեք տեսնենք այս խոսքը ինչ ասում մեզ։ Եվ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, երբ որ ասում սեղանն էին նստած, եւ Մարկոս 14:3-9, եւ երբ որ Բեթանիա Սիմոն Բորոտի տանը սեղան էին նստած, մի կին եկավ, որ մի շիշ ազնիվ թանկարժեք նարդոսի յուղ ուներ, եւ շիշը կոտրեց նրա գլխի վրա եւ թափեց, բայց կային ոմանք, որ իրենց մեջ դժվարացան, ասեցին. ինչու համար եղավ այդ յուղի կորուստը, որովհետև կարելի էր դրան 300 դահեկանով ծախել, թանկ ծախել եւ աղքատներին տալ եւ շատ հանդիմանում էին այն կնկանը։ Խոսքի մեջ մենք գիտենք, որ այդ կինը երբ որ եկել էր, նա որ մեղավոր էր, նա որ հասկացել էր, որ գտել է իր քավությունը, գիտեր, որ Քրիստոսը Աստված է եւ Աստծո որդի, գիտեք, որտեվ փարիսեցիները խոսում էին, ասում են, որ եթե նա ճանաչի այդ կնոջը, նա չէր թողնի, որ իր ոտքերի մոտիկ գնար։ Գիտես, մարդիկ կան, որ շատ կույր են եւ չեն տեսնում։ Նրանք փարիսեցի են, Աստվածաշունչը լավ գիտեն, նրանք համար ամեն ինչ պարզ է, պատվիրանները լավ գիտեն, բայց չեն ճանաչում Աստծուն։ Այսօր խնդիրը սրա մեջ է։ Երբ որ Տերն ասավ քո հավատքը քեզ փրկեց, երբ որ Տերն ասավ ներված են քո մեղքերդ, ասեն Աստված կարա մենակ մեղքերների, ով է որ ասի, որ այսպես բան կարա խոսա։ Գիտեք, մեր Տեր Հիսուս Քրիստոսը Աստծո որդի է եւ ինքը Աստված է։ Եվ նա իշխանություն ունի մեղքեր ներելու։ Եվ եթե մենք հասկանանք, որ Տերը իշխանություն ունի մեղքեր ներելու, եւ այդ գինը հասկանանք, որ Տերը ներել է եւ մեզ տվել է երկնքի արքայությունը, որ ժառանգենք։ Գիտես, շատ մարդիկ, եթե բացվի այդ ամեն ինչը, նրանք ամեն ինչ Տիրոջ համար պատրաստ կլինեն նվիրելու, մենակ թե իրանց անցյալից իրանց փոկվի այդ անցյալ եւ գնա։ Եվ այս կնոջը բացվել էր այդ ամեն ինչը։ Եվ նա ճանաչել էր Քրիստոսին, նա հանդիպել էր Քրիստոսին։ Գիտեք, այստեղացի պատմությունը, երբ որ նայում ենք եւ այնտեղ գրված ասում որ այդ պարունակությունը նա մի լիտր էր։ Նա տարբեր ավետարանների մեջ, բոլոր ավետարանների մեջ գրված այս պատմությունը։ Գիտես, այդ կինը կարող էր այդ յուղը վերցնել, բերեր, մի փոքր օգտագործեր, մնացածը պահեր ու տաներ, որտեղ նա շատ թանկ էր։ Եւ հաշվում են աստվածաբաները, խոսում են, ասում են, որ դա արժեր մոտավորապես 14-15 հազար դոլարի կամ թող լինի 10,000 դոլարի արժողությամբ։ Գիտես, նա բերեց եւ ասում է, նա կոտրեց, զգացել եք, չէ՞, երբ որ բժիշկները մի հատ ամպուլ են կոտրում, շիշը կոտրեց, տարբեր տեղեր գրված է սրա մասին։ Դա նշանակում է նա որ կոտրեց բոլորը նվիրեց Աստծուն, ոչ թե մի փոքր մաս, ոչ, նա ճանաչել էր, նա գիտեր։ Եվ այստեղ խոսում են, ասում են, որ ինչի համար սա եղավ, կարող էին 300 դահեկանով վաճառել եւ խելքից դուրս մարդկանց կերակրենք, աղքատներին կերակրենք։ Գիտես, շատ լավ է որ դու այսօր կարողանում ես քո ունեցվածքից ինչ որ մեկին օգուտ տաս։
օրտնես մեկին, դա շատ քաղցր է, շատ լավ է, շատ գովելի է, սա քրիստոնյա վայել շատ ընտիր է։ Բայց ավելի մեծ տեղ պետք է մեր կյանքերի մեջ լինի, որ մենք պետք է պատվենք մեր Աստծուն։ Նա պետք է լինի իմ գահի վրա, սրտի գահի վրա նստած եղնի։ Մենք պիտի հասկանանք, որ մեզ համար արյունա թափը եւ խաչի վրա մեծ գիր վճարեց, որ ես եւ դու ունենանք մեծ փրկություն ունենանք եւ ժառանգենք երկնքի արքայությունը։ Եվ ինչպես Ավետ եղբայրը խոսեց, ասավ, նրա հետ պետքա սեղան նստենք։ Տերը որտեղ ասեց, որտեղ որ ես եմ լինելու, այնտեղ դուք եք լինելու։ Ոչ թե որ մի հատ ոչ, ես գնում եմ իմ հորտան մեջ, ես այս բառերը շատ եմ սիրում, ես Աստվածաշնչի մեջ, որտեղ որ ես այնտեղ էլ ձեզ համար տներ իմ հորտանս մեջ շատ բնակարաններ կան, որտեղ ես այնտեղ էլ դու։ Քեզ համար պետքա Տերը տեղ պատրաստի։ Փառք Աստծուն մեր Տիրոջ համար, մեր Հիսուս Քրիստոսի համար։ Եվ եկեք տեսնենք, թե Տերը ոնց է նայում այս ամեն ինչին։ Եվ Հիսուսն էլ ասել, թույլ տվեք դրան, ինչ եք նեղություն տալիս դրան։ Դա մի բարի բան գործեց ինձ վրա, որովհետև ամեն ժամանակ աղքատներին ձեզ հետ ունեք, բայց երբ որ կամենաք կարող եք նրանց բարի բան անել, բայց ինձ ամեն ժամանակ ձեզ հետ չունիք։ Հազիվ թե ձեր միջից մի հատ խելքը գլխի մեկը դուրս է եկել, սա կներեք իմ բառերով եմ ասում։ Հազիվ թե մեկը հասկացել է այդ գինը, թողեք, ունեք ամեն ժամանակ այդ խնդիրները, գումարային, կրեդիտները, չգիտես ինչերը, եկեք այսօր պատվենք Տիրոջը։ Այս կինը այդ շնորհակալական խոսքը նա բերել էր իր ամենաթանկը Քրիստոսի համար, գիտես այսօր մեր Տերը արժանի է մեծ փառքերի գոհության։ Գոհանում եմ քեզնից Տեր։ Գիտեք այսօր փառաբանությունը այստեղ երկում էր, ասում էր բարձրացան երկենք, որ Տերը մեզ փրկեց։ Գիտեք այս խոսքերը որ կա, մարդկա այդ փառաբանության ժամանակ այսպես հազիվ բերանից դուրս կգա։ Եկեք բարձրացան երկենք, որ Տերը իրոք մեզ փրկեց։ Փառք Աստծուն, 9-րդ խոսքից ասում է, ճշմարիտ ասում եմ ձեզ, որ այս ավետարանը քարոզվելու է բոլոր աշխարհի մեջ, սա խոսում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Դրա հիշատակի համար նա էլ կխոսվի, որ դա արավ ինձ համար։ Այսօր Աստվածաշունչը բոլոր ավետարանների մեջ խոսում է այս կնոջ արած գործը։ Այսինքն Տերը հավանում է, Տերը սպասում է, որ մենք ունենանք գոհության սիրտ եւ մեր Տիրոջը ասենք փառքես, որ դու մեզ համար տվել ես մեծ գին եւ մենք ժառանգելու ենք երկնքի արքայությունը։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը։ Գիտեք, ես գոհանում եմ Աստծուց, որ մենք ունենք Աստվածաշունչ եւ շատ ժամանակ ամեն պատվիրանները, ամեն ինչը, այսպես ամեն փարիսեցիների նման, գիտես, խոսքի մեջ գրված ասում են նրանք ամեն ինչ գիտեին, ամեն ինչ ճիշտ էին անում, բայց նրանց մեջ չկար Աստված ճանաչողությունը եւ նրանց մեջ չկար Աստված պաշտությունը։ Փառք Տիրոջը, որ Աստված ցույց է տալիս, որ ինքը հուշում է մեզ, որ իրոք մեծ գին է տրված, թողեք այդ կնոջը, որ գնա մինչև վերջ իր գործն անի։ Փառք մեր Տիրոջ, այսինքն մեր կյանքի մեջ պետք է լինի առաջի պատվիրան։ Եկեք տեսնենք Աստվածաշունչը Աստվածը ինչ է խոսում առաջի պատվիրանի համար։ Եվ գիտես հավաքվելով հարցը ուղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Գիտես գրված էր։ Եվ նորից փարիսեցիները նորից եկան եւ ասում են եւ հարց տվեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Մատթեոս 22-27-րդ խոսք։ Հիսուսն էլ ասեց նրան, հարց են տալիս, ո՞րն է առաջի պատվիրանը։ Գիտես, Տերը չասեց Այս կանեք, սա կանեք, սա կարևոր է, գիտես, բոլորն է կարևոր են, 10 պատվիրանները, որ նայում ես ամենամեծ կարևոր բաները գրված այնտեղ։ Բայց առաջի պատվիրանը չդրեց վերջում։ Դե ինձ կսիրեք, չեք սիրի, կարևոր է ես համար արել եմ, ոչ։ Աստված սիրեց եւ Աստված այնպես սիրեց մեզ, որ մինչև իր միածին որդուն մեր տվեց, որ ովքեր որ հավատան, հավիտենական կյանք շարժեն։ Եվ նույնպես Աստված ուզում է, որ մենք իրան սիրենք եւ պատվենք։ Չթողես նա վերջի պատվիրանը վերջում խոսեց։ Հենց առաջի պատվիրանն ասում է. Հիսուսն էլ ասեց նրան, մեր Տեր Հիսուս Քրիստոս, սիրիր քո Տեր Աստծուն, քո բոլոր սրտով, քո բոլոր անձով եւ քո բոլոր մտքովը։
Սա է առաջին խոսքի մեջ է գրված մեծ պատվիրանը։ Փառք Աստծուն։ Փառք մեր Տիրոջը, փառք մեր Տիրոջը, մեր Տերը արժանի է։ Հաջորդ տեղը, որ կուզեմ կարդամ, Մատթեոս 22:37-38։ Այստեղ նորից այդ տամեջ նստած են եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսը խոսք ուղեց իր աշակերտներից մեկին։ Եվ Հիսուսն էլ պատասխանեց, ասեց նրան. Սիմոն, մի բան ունեմ քեզ ասելու։ Նա էլ ասաց, ասիր վարդապետ, եւ ասեց. մի փող տվող երկու պարտապան ուներ, մեկը 500 դահայկան էր պարտ եւ մյուսը 50։ Եվ եկավ, որ նրանք բան չունեին վճարելու, երկուսին էլ շնորհեց։ Այսինքն երկուսին էլ պարտքը հեչ արավ, իմ խոսքերով։ Ասավ գնացեք, չունեք, ունեք, չունեք, թողեք, ոչ մի բանից պարտ չեք, ես ձեզ շնորհում եմ, ոչ մի բանից պարտ չեք։ Արդ նրանցից ո՞րն է, որը կսիրի նրան ավելի շատ։ Սիմոնն էլ պատասխանեց, ասեց. ինձ այնպես է երևում, թե նա, որ նրան շատ շնորհեց։ Նա էլ նրան ասաց. ուղիղ դատեցիր։ Այսօր գիտես տարբերությունը ո՞րն է։ Ովքեր որ ճանաչում են Աստծուն, ովքեր որ ում որ բացված է երկնքի արքայությունը, ովքեր որ հասկանում են գինը, ովքեր որ հասկանում որ պետքա տեղափոխվեն երկնքի արքայություն, ովքեր որ հասկանում են անցյալի վրա, որ ինքը ջնջել է, որ ասում է ես չեմ հիշում, եւ դու էլ իրավունք չունես այդ անցյալիդ հետ նայելու։ Նրանք էլ ավելի շատ սիրում են Քրիստոսին։ Նրանք էլ գնահատում են այն գինը, նրանք էլ պատրաստ են Քրիստոսի համար կանգնելու եւ ասեն Հիսուսն է Տերը։ Քրիստոսն է աշխարհի փրկիչը եւ նա տվել է իր ամենաթանկը։ Փառք Աստծուն։ Այսինքն ստեղ խոսում է նրա մասին, որ մենք պետք է հասկանանք եւ ճանաչենք, Աստված ճանաչողություն լինի մեր կյանքերի մեջ։ Եվ այստեղ խոսելու հետ միանգամից Տերը կպավիր ցավոտ տեղին։ Եվ դառնալով դեպի Պետրոսը Սիմոնին ասեց. տեսնում ես այս կինը, որ քո տուն մտա, իմ ոտքերը դու ջուր չտվեցիր, որ լվանամ, բայց սա իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը։ Գիտեք, Աստված խոսում է մի բանի մասին, նա պետք չունի, որ գնանք իր ոտքերը լվալու, բայց Աստված խոսում է, որ այս կինը հասկացել էր այդ ամեն գինը։ Գիտես, հին ժամանակներում, երբ որ իրենց այդ տրադիցիայի մեջ կա, որ մեկը մյուսի տուն գնալով, ինչպես ջուր են տալու ձեռք լվալու, այս այնտեղ այդ փոշոտ այդ երկրի մեջ, այդ չոր անապատական երկրի մեջ ամենաառաջի բանն այն անում, որ իրան ոտքերին ջուր են տալու լվալու, որ մարդը իր ոտքերը հանգստանա։ Եվ խոսքի մեջ ասում է, դու ինձ մի ջուր էլ չտվիր իմ ոտքերի համար։ Եվ ասում է, այս կինը ասում է, իր արտասուքներով թրջեց իմ ոտքերը։ Դու ինձ համբյուր էլ չտվեցիր։ Իսկ այս կինը ասում է, ինչ մտել եմ այստեղ, ասում եմ, իմ ոտքերս համբուրելու չդադարեց։ Դու ինձ յուղով չոցեցիր։ Իսկ ասում է, այս կինը անուշահոտ յուղով ոտեց, որ ես դրա մասին մի քիչ առաջ կարդացի։ Գիտես, Աստված սպասում է այդ ամեն ինչին։ Աստված ուզում է, որ մենք հասկանանք այդ գինը։ Մենք ուղղակի սովորական չդառնա մեր կյանքերին։ Եվ նրա հետ սեղան նստողները նրանց ասում էին. իրենց մտքումը, սա ով է, որ կարողան ասի, որ գնա եւ քո մեղքերդ ներված է։ Այսինքն այդ սեղան նստողները դու այսօր կարող ես եկեղեցու մեջ գաս, բարձր ասենք բարևներ ընդունես, այս ինչ եղբայր, այս ինչ քույր, բարևներ ընդունես, բայց Աստծուն չճանաչես։ Եվ նա ասեց այն կնոջը, քո հավատքը ապրեցրեց քեզ, գնա խաղաղությամբ։ Փառք մեր Տիրոջը, մեր Տերը զորավոր է, մեր Տերը փառած է։ Եկեք ճանաչենք Աստծուն։ Եկեք հասկանանք նրա գինը։ Մեր Տերը զորավոր է։ Գիտես, չեմ ուզում ես ինձ գովեմ, բայց մի բան կա, որ կուզեմ սրա մասին խոսամ։ Երկար տարիներ էր, ես որ
Հասկանում եմ, որ Քրիստոսը ինձ համար շատ բաներ է արել։ Ասեմ, որ այստեղ ովքեր որ 30 տարի, 20 տարի է որ Մոսկվայում են, շատ դժվար ճանապարհներ են անցել։ Բայց Աստված ինձ համար շատ ոչ մի բան չի խնայել։ Ես այս վերջերս հիշում եմ եւ կնոջս հետ խոսելուց ասում եմ, հիշում ես մենք որ 10 տուն վարձելով, մենք որ առաջի տունը որ վարձում էինք դուրս են գալիս երկրորդ տունը տեղափոխվելուց, ունենք մի հատ մեծ պայուսակ եւ երկու հատ փոքր սես պակետ։ Եվ հետո քանի գնացի, վերջի անգամ որ ես տեղափոխվում եմ, ես հասկացա, որ արդեն 3 հատ մեծ մեքենա չէր տեղավորվում իմ ունեցվածքս։ Ես էլ եմ ասում, ես չեմ ուզում իսկ գովեմ, ես այսօր ունեմ մի տանտեղը 2 տուն։ Այսօր իմ տարածքում կանգնում է 3 հատ մեքենա։ Ու գիտես, ես հասկանալա, որ Տերը ինձ համար շատ բաներ է արել, ու ժամանակն է, որ ես պետք է վազեմ Տիրոջ համար։ Այսօր եկեք մենք մեզ հարց տանք, ինչ ենք արել մենք Աստծո համար։ Ես չեմ արեցում, որ դու ոչ մի բան չես արել։ Փառք Աստծո, մեր եկեղեցու համար շատ գործեր անում եւ շատ գործեր ունի անելու։ Այսօր քայլում է եկեղեցին։ Եվ նույնպես ուրախ եմ Սերգեյ Պասատի համար, որ այնտեղ այդ լույսը կա, որ Տիրոջ խոսքը տարածվում է։ Գիտես, ես ինքս ինձ հարց տվեցի, ես իրոք ամաչեցի, որտեղ Աստված իր ձեռքի մեջ իր պահելով, ոչ մի բանի չխնայելով, ոչ մի բանի կարիք չունենալով, ես ասում եմ, բայց Տեր, ես քեզ համար ինչ եմ արել, քեզ համար։ Ու գիտես, ասեմ քեզ, ես այստեղից խոսել եմ։ Ինձ թվում էր, թե իմ միտքս է իմ հետ խոսում։ Քո ծառայությունը, իմ ծառայությունը, որ այստեղ կանգնած եմ, ես չեմ տեսել ինձ սրա մեջ։ Ես ասեմ քեզ, ես դպրոցում այնպես փայլուն սովորող չեմ եղել։ Ես գիտես ամբողջի մեջ դժվար եմ խոսացել մարդկանց առաջ։ Եվ հարցներ իմ կյանքիս մեջ։ Դու կարող ես լինել եկեղեցու հովիվ։ Ես ասում եմ չէ։ Ես ինձ չեմ տեսնում։ Բայց եթե երկրորդ անգամ հարցը եկավ ինձ, եթե Աստծո կամքը լինի, ասում եմ, եթե Աստծո կամքը լինի, պետք եղավ ես հորից էլ ջուր կհանեմ։ Ինձ համար երեխա ժամանակ այդ հորերի մեջ, որ ինչ-որ վետրոներ էին ընկնում, այնտեղ պետք է փոքր երեխայիշներ, որ կապած, որ այդ վետրոները հաներ։ Եթե Աստծո կամքն է, ես համաձայն եմ դժվար գործեր անելու։ Բայց հետո ես հասկացա, որ այդ նա հենց Աստծո խոսքն է, որ դու պիտի իջնես եւ այնտեղից այդ ջուրը վերև հանես։ Այսօր մեզ համար պետք է պատիվ լինի, որ ասենք Հիսուսն է Քրիստոսը մարդկանց։ Այսօր մեզ համար պետք է մեծ ուրախություն լինի, որ վստահված է Աստվածաշունչը ոչ միայն ինձ, բոլորիդ վստահված է, որ տարածեք, գնացեք, ավետարանեք Աստծո խոսքը եւ աշակերտեք։ Փառք Աստծուն։ Խոսակ քո հետ։ Խոսակ քո հետ, ասա Տեր, ինչ եմ արել այսօր քեզ համար։ Խոսակ քեզ հետ։ Ասա քո անունը տուր, ասա ինչ ես արել Տիրոջ համար։ Մեր Տերը արժանի է, մեր Տերը փառած է։ Գնահատենք Տիրոջ խոսքը, գանք Աստծուն։ Փառաբանենք Աստծուն ինչպես որ պետք է։ Փառք մեր Տիրոջը։ Ասեմ, որ իմ մեքենայիս մեջ է, որ կախված է խաչը, որ հովիվ գոռը ինձ նվիրեց, ինքը բերել էր այդպես մի քանիսը բաժանեց իր ծառայողներին, եւ այնտեղ գրված է, խաչի մեջտեղը գրված է Jesus, Հիսուս։ Այսօր գիտես, մենք կարանք այսպես ասենք Աստված ջան, բայց երբ որ գալիս ազգացել եք, որ պետք է ասենք Հիսուսը, արդեն չգիտես ինչի մարդիկ ոնց որ լիզուները կուլ տան։ Հիսուսն է մենակ միակ ճանապարհը։ Հիսուսն է միակ դուռը եւ ուրիշը չկա։ Այսօր գիտես ամբողջ աշխարհն ուզում է աղավաղի։ Բող հիդին։ Ունդեղ միանգամից գնում Ալլահ Ակբար։ Ոչ։ Այսօր մենակ Քրիստոսն է տվել իր թանկարյունը աշխարհի համար։ Եվ միակ դուռը Քրիստոսն է, որ եկեք թող այդ աղավաղումները երբ որ գա, որ մեզ հասնի, ասենք ոչ, եւ ողջ փառքերը Հիսուս Քրիստոսի։
Գիտեք, այստեղ շատ բաներ կա, բայց այս ներկայությունը չեմ ուզում կանգնի ու երկար չեմ ուզում խոսանք։ Ավելի լավ է, որ մենք կանգնենք, որ եւ մի աղոթք վերցնենք։ Տեր, շնորհակալ եմ քեզնից։ Գալիս եմ քո առաջ։ Դու ես մեր Տերը, մեր Աստվածը։ Շնորհակալ ենք քեզանից, որ գտել ենք Տեր։ Գտել ենք քո լույսը, քո ճանապարհը, Տեր։ Գտել ենք, որ դու ես դուռը, Տեր։ Միակ փրկությունը, Տեր։ Շնորհակալ ենք, Տեր, որ քո գնալով խաչին ասեցիր կատարվեցավ։ Տեր, կատարվեցավ այն, որ ինձ համար փրկություն եղավ, Տեր։ Դու մինչև վերջ քո գործը տարար, մինչև վերջ հասցրեցիր, որ ես ունենամ փրկություն։ Որ մահից տեղափոխվենք հավիտենություն։ Շնորհակալ ենք քեզնից, Տեր։ Թող մեր աչքի առաջ քո խոսքը, քո ավետարանը թող բացված եղնի քո խոսքը, Տեր, որ դու ես օրհնությունը, դու ես կյանքը եւ ճանապարհը եւ խաղաղությունը եւ ամեն բան քո մեջ է, Տեր, որ տեսնենք քո մեծությունը, Տեր։ Շնորհակալ ենք քեզից, որ մեր աչքի առաջ բացել ես, Տեր, որ տեսնում ենք քո խոսքը եւ լսելով լսում ենք եւ տեսնելով տեսնում ենք, Տեր։ Եվ գնահատենք քո մեծ թանկ գինը տված, Տեր։ Շնորհակալ ենք քեզնից եւ ողջ փառքը տալիս ենք քեզ։ Փառք քեզ։ Ամեն։ Փառք Աստծուն, պարզիր ձեռքդ վերցնես օրհնությունը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հոր սերը եւ Սուրբ Հոգու խաղաղությունը լինի ձեզ հետ։ Գնացեք խաղաղությամբ։